5 րոպեում պատրաստվող շատ համեղ աղցան, որը կգոհացնի ձեր հյուրերին և կզարդարի ձեր տոնական սեղանը։ Աղցանի համար մեզ անհրաժեշտ է 300 գրամ հավի կրծքամիս, որը նախօրոք խաշել եմ աղով, որն էլ այսպես ձեռքերով մանրացնում ենք։ Անհրաժեշտ է նաև 2 հատ միջին չափի գազար։ Բոլոր բաղադրիչները նախօրոք եփել եմ թույլ աղով։ Գազարը կտրատում ենք մանր խորանարդիկներով և ավելացնում հավի կրծքամսին։ Անհրաժեշտ է նաև 3 հատ խաշած միջին չափի կարտոֆիլ, այն պետք է նույնպես կտրատել մանր խորանարդաձև և ավելացնել մանրացրած բաղադրիչներին։ Անհրաժեշտ բաղադրիչներից է նաև 3 հատ խաշած ձուն, այն նույնպես կտրատում ենք մանր խորանարդիկների և ավելացնել կտրատած բաղադրիչներին։ Մեզ անհրաժեշտ է նաև 4 հատ թթու վարունգ, որը պետք է կտրատել այսպես երկար ձողիկների և ավելացնել մյուս բաղադրիչներին։ Մեզ պետք է նաև 1 հատ գլուխ սոխ, այն պետք է շատ մանր կտրատել և ավելացնել կրկին մյուս բաղադրիչներին։ Հարկավոր է նաև կես կապ համեմ և սամիտ, այն նույնպես լավ մանրացնում ենք և կրկին ավելացնում մյուս բաղադրիչներին։ Հարկավոր է նաև 200 գրամ քերած պանիր, որի մի մասը ավելացնում ենք զանգվածին, իսկ մյուս մասը պահում ձևավորելու համար։ Ըստ անհրաժեշտության համեմում ենք աղով և սև պղպեղով։ Աղցանին ավելացնում ենք 400 գրամ մայոնեզ։ Խառնում ենք, որպեսզի բոլոր բաղադրիչները լավ խառնվեն և համերը միաձուլվեն։ Մատուցելիս ձևավորում ենք քերած պանիրով և կանաչիով։ Եթե ձեզ դուր եկավ այս բաղադրատոմսը, բաժանորդագրվեք իմ ալիքին, տարածեք և լայքեք։